Բարև հայր ջան, լավ եք, ես էլ եմ լավ, բայց գիտեք ես այսօր ուզում եմ խոսեմ հայ նախանձից, ինչ է կատարվել մեր հետ, որ մենք սկսել ենք լինել այսպիսին, մենք դարձել ենք այսպիսին, մենք դարձել ենք չկամ, նախանձ, երբ մի լավ հայ, մի լավ բան է անում, մենք չենք գնահատում, լինի սպորտսմեն, լինի երաժիշտ, լինի արվեստագետ, ով ուզում է լինի բժիշկ, մենք չենք ուզում այդ մարդու լավը, ի՞նչն է խնդիրը հայր ջան, որն է խնդիրը, որ մենք մեր հային չենք գովերքում, ինչ է կատարվում մեր հետ, ինչի չենք թողնում լավ մեկնաբանություն, ասենք դերասանը, երգիչը, չգիտեմ, սպորտսմենը, ինչի ենք միշտ վատը գրում, խնդիրը ինչու՞մն է հայր ջան, ինչի չենք կարողանում մենք վերջապես լինել մեկ բռունցք, մեկ ազգ, ինչի չենք կարողանում, որն է մեր խնդիրը, կարաք ասեք, եկեք խնդրում եմ 24 ժամով բոլորը, սա ինձ էլ է վերաբերվում, տեսնում ենք լավ դերասան է, լավ երգիչ է, լավ սպորտսմեն է, լավ պարող է, մտնում ենք ու լավ կոմենտ ենք գրում այդ մարդուն, լավն ենք ցանկանում, լավ մեկնաբանություններ ենք թողնում, կլինի 24 ժամով մենք լինենք առաջվա այն միաբան հայը, 90-ական թվականների այն լավ կամեցող հայը, կարանք անենք այդ, խնդրում եմ էլի, մի հատ արեք էլի այդ լավ բանը ու տեսեք, որ ձեր հոգին ոնց է ծաղկում, տեսեք ինչքան եք միանում արարչագործությանը ու կտեսնեք ինչքան լավ բան է, երբ որ մեր լավ հային մենք բարձրացնում ենք, դուք կհասկանաք, որ այդ հային դուք թևեր եք տալիս, դուք գիտեք ինչ սիրուն բան է, երբ մենք չենք նախանձում ոչ մեկին, երբևիցե չեմ նախանձել ոչ մեկին, գիտեք, որովհետև եթե անգամ նախանձեմ նրա հարստությանը, նրա կարողությանը, այդ կարողությունը ինձ չի գալու։ Ընդհակառակը ես միշտ ուրախանում եմ, որ իմ շրջապատը շատ կայացած մարդիկ են, իմ շրջապատում շատ հարուստ մարդիկ են։ Դա ավելի լավ է, դա ավելի սիրուն բան է, որ դու ուրախանում ես քո ընկերների հաջողություններով։ Ես ուզում եմ, որ մենք առաջվա նման լինենք, այն 90-ականների հայը լինենք, մեկս մյուսին բարձրացնող, պահող, խնդրում եմ, 24 ժամով հայեր ջան, եկեք մի հատ փորձենք էլի։ Սա որպես ֆլեշ մոբ թող լինի, մեր բոլոր սիրելի դերասաններին, երգիչներին, արվեստագետներին, բժիշկներին, սպորտսմեններին, պարողներին, չգիտեմ, բոլորին, բոլոր ճանաչված մարդկանց, մտնենք ու լավ մեկնաբանություններ թողնենք, էլի։ Մի հատ մեր այն ջերմությունը տանք, թող այդ ջերմությունը բարձրանա տիեզերք, որ հետո այդ լավը իջնի ներքև։ Այս մաղձը եկեք մաքրենք, էլի Հայաստանից, խնդրում եմ։ 24 ժամով ու դուք կտեսնեք ձեր սիրտ ինչքան է ծաղկում, ձեր հոգին ինչքան է բացվում եւ ինչքան սիրուն ու աստվածային քայլ եք անում, խնդրում եմ։ Եկեք ուղակի այն մեր արիական ռասան արտնացնենք մեր մեջ եւ ուղակի լինենք իրական հայ։ Գիտեք, մի փոքրիկ բան եմ ուզում կիսվել ձեր հետ, օրինակ շատ անգամ ես էլ ամուսինս էլ, երբ տեսնում ենք մեր լավ հայերը, ինչ որ գործ են սկսում եւ նոր տոտիկ առաջ է ուզում գնա այդ մարդու աշխատանքը, մենք անվճար գովազդ ենք անում այդ մարդուն, գիտեք ինչի, որովհետեւ բոլորս էլ, թե իմ ասպարեզում, թե ամուսնուս, բոլորս էլ առաջին անգամ ենք մեր քայլերը արել, չէ՞։ Մարդը առաջին անգամ է գնում գործի, առաջին անգամ է քայլ անում։ Այդ մարդուն կարելի է սատարել, չէ՞ որ կարելի է մարդուն սատարել։ Իմ հայն է գործ է սկսել, իր գործն է սկսել, իր ապրանքն է ուզում առաջ տանի եւ առաջ գնա իր գործի մեջ։ Իսկ ինձանից ինչ է գնում, որ ես գովազդեմ։ Իմ մսից հաստատ չի գնում, իմ մսից չեմ պոկում։ Ուղղակի անում եմ լավը, աստվածահաճո։ Ու խնդրում եմ ձեզ էլ, հարգելի բլոգերներ, ձեզ էլ եմ խնդրում, դուք էլ մի օր ուղղակի նվիրեք նրան, որ մի լավ հայի էջ գովազդեք, մի լավ հայի աշխատանք գովազդեք։ Ուղղակի անվճար, դա այնքան լավ բան է, այսօր այսքանը։